Հայազգի պրակտիկանտի սպանության գործը կհասնի դատարան, ինչ է բացահայտել դատախազությունը եւ ինչու է հայտարարվում, որ հարձակումը Թարպինյանի դեմ չէր ուղղված։ Բրյուսել թե Մոսկվա Հայաստանի նոր խաչմերուկի քաղաքական քարտեզը, Եվրոպական միության անդամակցության գործընթացը հույսեր, թե լարվածություն դաշնակիցների հետ։ Դեմոկրատները փոխարինել են ասուլիսներ աղոթքներով, քահանաները կապիտոլիումից հայտարարում են հիվանդների եւ աղքատների նկատմամբ անտարբերությունը քաղաքական բռնություն է, ինչու է հավատը մտնել քաղաքական դաշտ։ Փոխնախագահ Վենս, երկինքը պահող մարդիկ այսօր սոված են, նախազգուշացում, եթե կառավարությունը չբացվի առաջիկա օրերին, երկիրը կարող է ականատես լինել ավիացիոն աղետի։ Հելոուին սպիտակ տանը փակ կառավարության ֆոնին, Թրամփն ու Մելանյան տոնը չչեղարկեցին, քաղցրավենիք դդումներով զարդարված բակ եւ հարյուրավոր երեխաներ մինի նախագահի կերպարով։ Ոստիկանությունը զգուշացնում է Հելոուինի քաղցրավենիքների մեջ կարող են թմրանյութեր լինել, ինչպես տարբերել վտանգավոր քաղցրավենիքները։ Թրամփը վերականգնում է միջուկային փորձարկումները, նախագահը հայտարարում է, եթե մյուսները փորձարկում են, մենք էլ պետք է անենք։ Ժամանակի փոփոխություն, կվերանա արդյոք ժամացույցը հետ տալու ավանդույթը, նոյեմբերի 2-ին Միացյալ Նահանգներում կրկին տեղափոխվում ենք 1 ժամ հետ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում կրկին ամենագլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ դեմ չեմ լինի, եթե ալիքին բաժանորդագրվեք ու հավանեք լուրերը։ Մեր թողարկումներից մեկում հուլիսի 31-ի մասնավորապես մենք տեղեկացրել էինք ցավալի մի միջադեպի մասին։ Վաշինգտոնում սպանվել էր երիտասարդ Հայազգի կոնգրեսի պրակտիկանտ Էրիկ Թարպինյանը, որն ընդամենը 21 տարեկան էր։ Այսօր հայտնի է դարձել, որ նրա սպանության գործով որոնվող երրորդ կասկածյալը նույնպես ձերբակալվել է։ Դաշնային դատախազության տվյալներով 18-ամյա Նաքուան Անտոնիո Լուկասը բերման է ենթարկվել մի քանի ամիս փախուստի մեջ լինելուց հետո։ Դեպքի օրը ոստիկանները գտել էին 3 վիրավորների՝ Էրիկ Թարպինյանին, մի կնոջ եւ 16-ամյա մի դեռահաս տղայի։ Երեքն էլ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն Թարպինյանը հաջորդ օրը մահացել էր ստացած վնասվածքներից։ Նույն գործով սեպտեմբերի 5-ին արդեն ձերբակալվել էին եւս 2 կասկածյալներ՝ 17-ամյա Քելվին Թոմասը եւ Ջեյլեն Լուկասը։ Դաշնային դատախազությունը հայտնել է, որ Լուկասի ձերբակալմամբ բոլոր 3 կասկածյալներն այժմ կալանքի տակ են եւ գործը փոխանցվում է դատարան։ Դեպքի մանրամասներից եւ դատախազության հրապարակած փաստերից դատելով Էրիկ Թարպինյանի սպանությունը չի եղել ուղղված անձամբ նրա դեմ։ Քննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ 3 կասկածյալները եղել են զինված Թայլեր Հաուս տարածքի անդամներ, երիտասարդների խումբ, որը հաճախ մասնակցել է փողոցային բախումների։ Այդ երեկո հունիսի 30-ի ժամը 22:28-ին նրանք ուղղակի դուրս են եկել գողացված մեքենայով ու սկսել էին կրակել հակառակ խմբի ուղղությամբ, սակայն այդ հարձակման ժամանակ պատահաբար հայտնվել էին անմեղ մարդիկ, այդ թվում Թարպինյանը։ Մինչ ամերիկյան բուն թեմաներին անցնելը, շատերդ գիտեք, մենք չենք անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող մեկօրյա կամ առանձին սկանդալային դեպքերին։ Մեր սկզբունքն ի սկզբանե պարզ է եղել անկողմնակալ, փաստերի վրա հիմնված լրագրություն, բայց երբ փաստերն իրենք են դառնում պատմություն, դրանց շրջանցել չի կարելի։ Հայաստանից հերթական ռեպորտաժի պատմությունը սկսվում է 7 ամիս առաջ, երբ Հայաստանի ազգային ժողովը կատարեց պատմական քայլ, ընդունելով օրենքի նախագիծ, որը գործնականում բացեց Հայաստանի անդամակցության ճանապարհը դեպի Եվրոպական միություն։ Սակայն այդ որոշումն այլևս միայն արտաքին քաղաքականություն չէ, այն ոչ միայն նոր հույսերի դուռ է, այլև դաշնակցային հարաբերությունների վրա մեծ ստվեր։ Այսօր, երբ Երևանը խոսում է ժողովրդավարության խորացման, Բրյուսելը բարեփոխումների մասին, իսկ Մոսկվան հավատարմության, հարցը հնչում է ավելի բարձր, քան երբևէ։ Կարող է Հայաստանը միաժամանակ նստել 2 աթոռի վրա։ Այս հարցի պատասխանը որոնելիս մենք վերադառնում ենք ոչ միայն տարվա սկիզբ, այլև քաղաքական շրջադարձի այն պահերը, երբ Հայաստանը կանգնում է այն նույն խաչմերուկում, որտեղ մի կողմից եվրոպական արժեքների ու ժողովրդավարության խոստումն է, մյուս կողմից հին դաշնակցային կապերի ճնշումն ու կասկածը։ Հայաստանից մեր գործընկերոջ պատրաստած վերլուծական ռեպորտաժը լավագույնս ամփոփում է հենց այդ ճանապարհը։ Եվրոպական միության ուղղությամբ շարժման մարտահրավերները, ռուսական արձագանքները եւ եվրոպացի առաջնորդների սպասումները մի երկրից, որն այսօր փորձում է ինքնուրույն որոշել ով է ինքը եւ ուր է գնում։ 7 ամիս առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Ասվում է, որ ձեզ հիմա ընտրություն են պարտադրում եւ այլն եւ այդպես որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի պարտադրում։ Այս գործընթացը բնական գործընթաց է Հայաստանի Հանրապետության քաղաքական ընտրության հարցն է։ Այն, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել եվրոպական ընտանիքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ավելի վաղ։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է
առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Եվրոպական խորհրդարանի այս նույն հարթակից Փաշինյանը նաև քննադատել էր ավանդական դաշնակցին ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժման ժամանակ Հայաստանին չաջակցելու համար։ Հայաստանի անվտանգության համակարգը համարվող հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին։ Ավելին Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը ուղղակի սպառնալիք էր դիտարկել Հայաստանի անվտանգության համար։ Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որից հետո տեղեկատվություն շրջանառվեց, թե ծրագրում է նաև դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, բայց այս խոսակցություններն իշխանությունը հերքեց։ Եթե անկեղծ ասեմ, մենք խնդիր չենք տեսնում ԵԱՏՄ-ի հետ կամ խնդիր չենք դնում ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել։ Մենք խնդիր ենք դնում Եվրամիության հետ, այդ թվում ԵԱՏՄ-ի հետ այլ շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալները ավելացնել։ Իսկ ճանապարհը դեպի Եվրոպա վիզաների ազատականացումը փորձագետների կարող է տևել մինչև 10 տարի։ Այս ընթացքում եվրոպացի պաշտոնյաները խրախուսում են Հայաստանի իշխանությանը շարունակել երկրում ժողովրդավարական գործընթացներն ու պայքարը կոռուպցիայի դեմ։ Since May 2018, you have led your country 2018 թվականի մայիսից առաջնորդել եք ձեր երկիրը, եւ ես բարձր եմ գնահատում ժողովրդավարամետ ուղիով ընթանալը ձեր կողմից։ Աջակցում եմ ձեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, մեր երկկողմ հարաբերությունների սերտացմանը եւ ավելի սերտ համագործակցությանը Եվրոպական միության հետ։ Եվ այսպես ուր է գնում Հայաստանը՝ Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն, եւ արդյոք հնարավոր է մաս կազմել միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորների։ Ռուսաստանում կարծում են, որ ոչ։ Միաժամանակ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանշանակ է։ Իրականում մենք հասկանում ենք, որ եւ ԵԱՏՄ-ն, եւ ԵՄ-ն ունեն համանման օրակարգեր, եւ այդ պատճառով բնականաբար երկիրը պետք է որոշի եւ կատարի այս ընտրությունը։ Օգոստոսին Փաշինյանը չմասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, բայց հոկտեմբերին մեկնեց Դուշանբե, որտեղ անցկացվելու էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Դրա մասնակցության վերաբերյալ Բելարուսի նախագահի ռեպլիկն արագ տարածվեց մեդիայում եւ սոցհարթակներում։ Իսկ դուք ասում եք չի գա, անհանգստանում եք երեք, ախր ես ասում էի, չէ, Նիկոլ Վովայևիչն առանց մեզ ինչ պիտի անի։ Ոնց չեմ գա, ուր չեմ գա։ Դեպի Եվրոպա գնալու Հայաստանի իշխանությունների ցանկության եւ գործի միջև անհամապատասխանություն է տեսնում Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչեսը։ Եթե Հայաստանում կա նման պրակտիկա, որով մարդկանց դատում են սոցիալական ցանցերում հայտնած կարծիքի համար, ապա պետք է զգուշություն եւ զգոնություն ցուցաբերել։ Եթե Հայաստանն իրեն համարում է Եվրամիության անդամակցելու տեխնացու, ապա պետք է ուշադիր լինի նման հարցերին։ Հայաստանում մնացել է իրավական համակարգի խորհրդային մեծ ժառանգություն, որը հանգում է հետեւյալ սկզբունքներին. նախ բանտ ուղարկենք, հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Ու չնայած հնչող տարատեսակ կարծիքներին, Փաշինյանի եվրոպական այցերն ավելի ինտենսիվ են դարձել։ Ամենաթարմը աշխատանքային այցներ Ֆրանսիա, տարբեր շփումներն ու փարիզյան ջերմ հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ։ Կխնդրեի ձեզ, մեր սիրելի հետևորդներ, եթե կան թեմաներ Հայաստան միջազգային հարաբերություններ համատեքստում եւ ներքաղաքական, բայց ոչ սկանդալային ենթատեքստով թեմաներ, որ կցանկանայիք, որ մենք անդրադառնանք, ապա մեկնաբանություն բաժինը ձեզ է սպասում։ Արդեն ամերիկյան թեմաներով շարունակենք ու հիմնականը հենց այդ թեմաներով էլ կգնանք առաջ։ Կոնգրեսում այսօր դեմոկրատները ամենօրյա մամուլի ասուլիսը փոխարինել էին հուզական ելույթներով։ Քահանաներ, հոգևոր առաջնորդներ եւ ուղղակի շարքային քաղաքացիներ տարբեր նահանգներից հավաքվել էին պահանջելով դադարեցնել այն, ինչ նրանք անվանում են քաղաքական բռնություն, ընդդեմ աղքատների, հիվանդների եւ անապահով ընտանիքների։ Խոսելով ամբիոնից շարժման առաջնորդներից մեկը Բիշոփ Վիլյամ Բարբերը հայտարարել. Հիվանդանոցների, ծերանոցների եւ համայնքային առողջապահական կենտրոնների փակումը քաղաքական բռնություն է։ Սոված երեխաներից եւ վետերաններից կերակուրը խլելը քաղաքական բռնություն է։ Իսկ միլիոնավոր դոլարներ հատկացնելը արտերկրի բռնապետերին այն ժամանակ, երբ երկրի ներսում մարդիկ մահանում են առանց առողջապահության, դա նույնպես քաղաքական բռնություն է։ Բեմ բարձրացած տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ դժգոհել են կառավարության նախաձեռնած նրանց բնորոշմամբ մեծ, վատ, մահաբեր եւ կործանարար առողջապահական օրենսդրական փոփոխությունների դեմ։ Նրանք ընդգծել են, որ հավատը չի կարող լռել, երբ քաղաքական որոշումները խլում են մարդկանց կյանքը։ Երբ աղոթքով բացում ես կոնգրեսի նիստը, բայց հետո ընդունում ես օրենքներ, որոնք վնասում են հիվանդներին ու աղքատներին,
Դա սրբապղծություն է, ասել է Բարբերը։ Խոսել է նաև շարքային քաղաքացիներ պատմելով, թե ինչպես են առողջապահական կրճատումներն իրենց թողել առանց բուժօգնության։ Հավաքի ավարտին հոգևոր առաջնորդներից մեկը աղոթել է. Աստված, ողորմիր այս երկրին։ Մեզ օգնիր տեսնելու միմյանց ոչ թե որպես խնդիրներ, այլ որպես մարդիկ։ Օգնիր մեզ չդարձնել դաժանությունը քաղաքականություն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վարչակազմի մի քանի ներկայացուցիչների հետ Սպիտակ տան բակում հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Նախքան այդ Վենսը հանդիպել էր ավիացիոն ոլորտի ղեկավարների, օդաչուների արմիությունների եւ անվտանգության պատասխանատուների հետ, պարզելու թե ինչ վտանգներ է ստեղծում կառավարության փակումը երկրի օդային երթևեկության համար։ Նա ընդգծել է, որ ավիացիոն համակարգը գոյատևում է հումանիտար ջանքերով, քանի որ առանց աշխատավարձի մնացած հազարավոր աշխատակիցներ դեռևս շարունակում են իրենց պարտականությունները, հսկելով օդային անվտանգությունը։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին իր հերթին ընդգծել է, որ փակումը չի կարող երկար տևել առանց աղետի։ Օդային երթևեկության վերահսկողները արդեն 2 անգամ բաց են թողել իրենց աշխատավարձը, առաջին անգամը մասամբ, երկրորդը լրիվ։ Ոչ ոք չի կարող դիմանալ 2 չվճարված աշխատավարձի։ Այս ընտանիքները չունեն միջոցներ բենզին գնելու, երեխաներին խմբակ ուղարկելու կամ սնունդ գնելու համար, ասել է Դաֆին։ Նախազգուշացրել է, որ եթե կառավարությունը չվերսկսի աշխատանքը առաջիկա 2 օրերին, հավանաբար ականատեսը կլինեն ավիացիոն աղետի։ Փոխնախագահ Վենսը կոչ է արել դեմոկրատներին վերջ տալ փակմանը եւ պարզապես անել բանական քայլ։ Այս մարդիկ, ովքեր պահում են երկինքն անվտանգ, չեն կարողանում կերակրել իրենց ընտանիքներին։ Դա անընդունելի է։ Բացեք կառավարությունը, հետո կնստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Դա կլինի հանուն ժողովրդի, հանուն աշխատանքի եւ հանուն երկրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը այսօր երեկոյան Սպիտակ տանն անցկացրել են ավանդական Հելոուինի տոնը, որտեղ մասնակցել են հարյուրավոր հյուրեր, սուպերհերոսների, դինոզավրերի արքայադուստրերի եւ անգամ մինի նախագահների կերպարներով։ Թրամփը Սպիտակ տուն էր վերադարձել ընդամենը ժամեր առաջ 6-օրյա ասիական շրջագայությունից։ Չնայած կառավարության 30-օրյա փակմանը, տոնը չէր չեղարկվել։ Թրամփը եւ Մելանիան երեխաներին բաժանում էին քաղցրավենիքներ փաթեթավորված նախագահական կնիքով տուփերի մեջ։ Սպիտակ տան բակն ու սանդուղքները զարդարված էին ձեռագործ դդումներով, հաշտանային տերևներով ու նարնջագույն կարմիր ծաղիկներով ապահովելով տոնի շունչը։ Հելոուինի նախաշեմին ոստիկանությունը դարձյալ կոչ է անում ծնողներին եւ խնամակալներին ուշադիր ստուգել բոլոր քաղցրավենիքները, որոնք տրամադրում են ուղղակի անցորդները կամ երեխաները վերցնում են որևէ մեկի բակից, հատկապես այն փաթեթները, որոնք ունեն անսովոր գույներ, նշագրումներ կամ չափից դուրս ուժեղ հոտ։ Վերջին օրերին մի քանի դեպքեր են գրանցվել։ Դեթրոյթի արվարձանում օրինակ գտնվող տանը հայտնաբերվել են թմրանյութերով լցված քաղցրավենիք եւ խորտիկներ։ Դրանք եղել են ոչ միայն քաղցրավենիքների, այլև չիփսերի, ապրանքանիշերի կեղծված փաթեթներ, որոնք պարունակում են THC, մարիխուանայի ակտիվ բաղադրիչ եւ հալյուցինոգեն բույսեր։ Բացի այդ, ոստիկանությունը պարզաբանում է, որ իրական ապրանքանիշների, օրինակ սովորական Doritos կամ Jolly Ranchers-ի մեջ THC չի հայտնաբերվել։ Խնդիրն առնչվում է միայն կեղծված փաթեթավորման թմրանյութային արտադրանքին, որը արտաքինից նմանեցված է հանրաճանաչ ապրանքներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ բանակը վերականգնի միջուկային զենքի փորձարկումները։ Մենք ունենք միջուկային զենքի ավելի մեծ պաշար, քան որևէ երկիր, բայց մենք չենք կատարում փորձարկումներ։ Դրանք դադարեցվել են շատ տարիներ առաջ։ Սակայն քանի որ մյուսները շարունակում են իրենց փորձարկումները, ես կարծում եմ, որ ճիշտ է, որ մենք եւս դա անենք, ասել է Թրամփը։ Առայժմ պարզ չէ, նա նկատի ուներ արդյոք իրական միջուկային պայթեցումների վերականգնումը, ինչը Միացյալ Նահանգները չի իրականացրել վերջին 33 տարիների ընթացքում, թե միայն միջուկային հզորության փրփիրների փորձարկումները։ Թրամփի հրահանգը հրապարակվել է True Social հարթակում, նշելով, որ Պենտագոնը կսկսի փորձարկել Ամերիկայի միջուկային զինանոցը հավասար հիմքերով մյուս միջուկային տերությունների հետ։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է գործել, որպեսզի Վաշինգտոնը չզիջի մրցակից տերություններին, նշելով, որ փորձարկումների վայրերը կորոշվեն ավելի ուշ։ Հարցին արդյոք աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի ավելի լուրջ ու բարձր ռիսկի առաջ, Թրամփը պատասխանել է, որ վտանգ չկա, քանի որ ամերիկյան միջուկային զինանոցի պահեստները լավ պաշտպանված եւ վերահսկվող են։ Նա նաեւ նշել է, որ ողջունում է միջուկային զինաթափման գաղափարը։ Թրամփի միջուկային փորձարկումները վերականգնելու կոչը հնչում է այն ժամանակ, երբ Չինաստանը նույնպես արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը, իսկ ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանը հայտարարել էր միջուկային շարժիչով հրթիռի եւ տորպեդոյի հաջող փորձարկումների մասին։ Նախագահ ԱՄՆ
քննադատել է Ռուսաստանի նախագահ Պուտինին, ասելով, որ վերջինս պետք է կենտրոնանա Ուկրաինայի պատերազմը ավարտելու վրա հրթիռների արձակման փոխարեն։ Վաշինգտոնում գործող ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալներով Չինաստանը 2020 թվականից մինչև 25 թվականը գրեթե կրկնապատկել էր միջուկային զինանոցը 300-ից հասցնելով մոտավորապես 600 միավորի։ Իսկ զենքի վերահսկման ասոցիացիայի տվյալներով Միացյալ Նահանգները ներկայումս ունի շուրջ 5225 միջուկային մարտագլխիկ, իսկ Ռուսաստանը մոտ 5580։ Սրանք թերևս չհաստատված եւ պաշտոնական թվեր չեն, սա ընդհանրապես վերլուծության արդյունքներ են։ Միաժամանակ Թրամփը նաև թույլատրել է Հարավային Կորեային կառուցել միջուկային շարժիչով Սուզանավ, միանալով այն փոքրաթիվ երկրների խմբին, որոնք ունեն նմանատիպ տեխնոլոգիա։ Սուզանավը կկառուցվի Ֆիլադելֆիայի նավաշինարանում, որտեղ կորեական ընկերությունը վերջին շրջանում մեծացրել է ներդրումները։ Ու նորից երևի թե շարունակենք նախագահի թեմայով, նախագահը Կորեայից վերադառնալիս հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ համաձայնության է եկել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի իջեցնելու հարցում 57%-ից մինչև 47%։ Փոխարենը Պեկինը համաձայնել է վերականգնել ամերիկյան սոյայի գնումները, շարունակել հազվագյուտ հողերի արտահանումը եւ կրճատել ֆենտանիլի անօրինական առևտրի ծավալները։ Կարծում եմ շուտով կմնան շատ քիչ խոչընդոտներ։ Այժմ մենք արդեն գործարք ունենք, ամեն տարի այն կվերանայվի, ասել է Թրամփը։ Հարավային Կորեայում երկու առաջնորդներն առաջի անգամ էին հանդիպել 2019 թվականից ի վեր։ Թրամփի ասիական շրջագայության ընթացքում նա նաև հայտարարել էր առևտրային ձեռքբերումների մասին Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ։ Աշխարհի ֆոնդային շուկաները սկսած Wall Street-ից մինչև Տոկիո հանդիպումից առաջ հասել էին պատմական բարձր ցուցանիշների, հույս ունենալով, որ կկարողանա բեկում լինել երկու երկրների միջև ընթացող առևտրային պատերազմի մեջ, որը խաթարել էր մատակարարման շղթաները եւ նվազեցրել գլոբալ բիզնես վստահությունը։ Սակայն Թրամփի հայտարարություններից հետո շուկաները տատանվել են։ Հանդիպումը կայացել էր Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության APEC գագաթնաժողովի շրջանակում Սիի ժամանման եւ Թրամփի հեռանալու պահին։ Այն տևել էր մոտ 2 ժամ, որից հետո Թրամփը սեղմել էր Սիի ձեռքը եւ ուղեկցել դեպի մեքենան։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տարեկան արդեն պետք է ընդունի փախստականների 7500-ի սահմանում եւ այդ թիվը բավականին նվազեցվել է, ու նրանց մեծ մասն լինելու են հարավաֆրիկացի սպիտակամորթներ։ Սա կտրուկ փոփոխություն է նախորդ տարվա 125,000-ի համեմատ, որը սահմանվել էր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Նոր որոշումը փաստացի դադարեցնում է ԱՄՆ-ի որպես պատերազմի եւ հալածանքի զոհերի ապաստանի կենտրոնի ավանդական դերը։ Փախստականների վերաբնակեցմամբ զբաղվող կազմակերպությունները որոշումը որակել են ամոթալի նահանջ երկրի պատմական առաքելությունից։ Նոր որոշմամբ ընդգծվել է, որ ծրագիրը վերաբերում է աֆրիկաներին, հիմնավորելով դա Հարավային Աֆրիկայում սպիտակամորթ ֆերմերների նկատմամբ բռնությունների եւ խտրականության պնդումներով։ Թրամփի սահմանած թիվը ամենացածրն է 1980 թվականից ի վեր։ Նրա առաջին ժամկետի ընթացքում փախստականների թիվը ամեն տարի նվազեցվում էր, հասնելով մինչև 15,000-ի։ Միացյալ Նահանգներում բանկերը եւ մանրավաճառները կանգնած են աննախադեպ խնդրի առաջ։ Երկրի տարածքով կա պենիների լուրջ պակաս, որն առաջացել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է 1 ցենտանոց մետաղադրամների արտադրությունը։ Թրամփի որոշումը, հիմնված պետական ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ, հանգեցրել է նրան, որ որոշ բանկեր սկսեն ռացիոնավորել պենիների մատակարարումը, իսկ խանութները ստիպված են ստեղծագործաբար լուծել մանրադրամի պակասը։ Օրինակ, Պենսիլվանիայում գործող Giant Eagles սուպերմարկետների ցանցը հայտարարել է մեկօրյա ակցիա, որի ընթացքում քաղաքացիները կարող են իրենց պենիները փոխարինել նվեր քարտերի հետ, նրանց արժեքի կրկնակի չափով։ Որոշ նահանգներում խանութներին օրենքով արգելված է հաշվի գումարները կլորացնել դեպի վեր մետաղադրամի պակասի պատճառով։ Այդ պատճառով մանրավաճառները ընտրել են գները կլորացնել դեպի վար, ինչն էլ հանգեցնում է եկամտային կորստների։ Օրինակ Quick Trip ցանցը հայտարարել է, որ նման քաղաքականությունը կարժենա ընկերությունը տարեկան մոտ 3 միլիոն դոլար։ Թեև բիզնեսները դժգոհ են դրանց բացակայությունից, նրանց մեծ մասը տարիներ շարունակ կոչ էր անում դադարեցնել պենիների արտադրությունը։ Պատճառը պարզ է, 1 պենի արտադրությանը արժեքը միջինը 3.7 ցենտ է։ Թրամփը դեռևս փետրվարին գրել էր իր True Social հարթակում. Եկեք ազատենք մեր մեծ երկրի բյուջեն անիմաստ ծախսերից, թեկուզ 1 պենիով միաժամանակ։ ԱՄՆ գանձապետարանը հաշվարկել է, որ պենիի արտադրության դադարեցումը պետբյուջեի համար կխնայի մոտ 56 միլիոն դոլար։ Օրինակ Կանադան եւ Մեծ Բրիտանիան անցել են իրենց փոքր մետաղադրամներից աստիճանաբար տարիների ընթացքում, իսկ Միացյալ Նահանգներում պենիի շրջանառությունը ուղղակի դադարեցվեց հանկարծակի, առանց անգամ կոնգրեսի որոշման եւ բանկերի կամ մանրավաճառների նախապատրաստման։
Ամերիկայի տարբեր նահանգներում կրկին ակտիվացել է ժամային փոփոխությունը վերացնելու շուրջ քննարկումները։ Այս կիրակի նոյեմբերի 2-ի գիշերը եւ կամ լույս առավոտյան ժամը 2-ին ողջ երկրում ժամացույցները պետք է հետ շրջվեն 1 ժամով։ Ներկայումս հավայան կղզիները, Արիզոնան, բացի Նավախո ազգից, ինչպես նաեւ մի քանի ամերիկյան տարածքներ, Պուերտո Ռիկո, Գուամ, ամերիկյան Սաոմա, Հյուսիսային Մարիանյան կղզիներ եւ ԱՄՆ Վիրջինյան կղզիները ամբողջ տարին պահպանում են ստանդարտ ժամանակ առանց փոփոխության։ Ըստ ԱՄՆ պետական օրենսդիր մարմինների համաժողովի 19 նահանգ արդեն հաստատել են օրենքներ, որոնք թույլ կտան անցնել մշտական ամառային ժամանակի, բայց դրանք կգործեն միայն այն դեպքում, երբ կոնգրեսը հաստատի նման փոփոխությունը դաշնային մակարդակով։ Այդ նահանգներն են Թեքսաս, Օքլահոմա, Կոլորադո, Ալաբամա, Ջորջիա, Մինեսոտա, Միսիսիպի, Մոնտանա, Այդահո, Լուիզիանա, Հարավային Կարոլինա, Յութա, Վայոմինգ, Դելավեր, Մեյն, Օրեգոն, Թենեսի, Վաշինգտոն եւ Ֆլորիդա։ Իսկ այսօրվա համար առանձնացրել էի այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եղեք։